Սարատակի ջրային ցանցը կառուցվել է 50 տարի առաջ, թուջե եւ պողպատե խողովակներով, որոնք օգտագործման համար այլևս պիտանի չեն։ Տարիների ընթացքում մաշված ու քայքայված խողովակները բազմաթիվ բաց ու փակ վթարների պատճառ էին դառնում։ Համակարգում նաեւ ջրի կորուստներ շատ։ Այժմ Veolia ջուր ընկերությունը 2026 թվականի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակում ջրագծերի փոխարինման աշխատանքներ է կատարում։ Արդիկ համայնքի Սարատակ գյուղում ներդրումների ծավալը կազմում է 147 միլիոն դրամ։ Տվյալ ծրագրի շրջանակներում մոտ 4 կիլոմետր 200 մետր ջրագիծ է կառուցվել, 165 կառուցվելու 165 տնային միացումներով, որը օգնում է համ ջրաքանակի խնայողության համար, համ վտարների հաճախակի չլինելու համար եւ իհարկե ջրամատակարարման բնականon աշխատանքի համար։ Սարատակ բնակավայրում ջրամատակարարումից դժգոհությունները սրվում են հատկապես ամռանը։ Ջրի ծավալը նվազում է, վթարների պատճառով գյուղում պարբերաբար ջրանջատումներ են լինում։ Բնակիչները դժգոհությունները կամ Veolia ջուր ընկերության թեժ գծին են ուղղում, կամ վարչական ղեկավարին։ Տեղեր կան, որ երկաթի խողովակներ էին, որոնք շարքից արդեն դուրս էին եկել ու հիմնականում վթարվում էին։ Ու հիմնական բանը բնակիչների բողոքները դա էր, որ վթարները ջուր չլինելը էր։ Հիմնականում այդ կողմն էր, ցախ հատվածն էր խնդիրները, վթարները։ Ես կարծում եմ, որ այս աշխատանքներից հետո 99%-ով այս ջրամատակարարում Սարատակ համայնքում բոլոր բնակիչներին հասանելի կլինի։ Սարատակում շինարարությունն ընդգրկում է կենտրոնական փողոցն ու գյուղի ձախակողմյան հատվածը։ Այստեղ կանոնավոր ջրամատակարարում ապահովելուն խանգարում են նաև սեփական տարածքներով անցնող խողովակները։ Կոտիավորման մասնագետների հետ կատարվել են ուսումնասիրություններ ու որոշվել է նախագիծ իրականացնել ամենաշատ ջրակորուստ արձանագրվող հատվածում։ Մենք ունենանք բավականին ջրի խնայողություն, մոտ 9 լիտր վարկյան ջրի խնայողություն, եւ դա կբերի մեր համակարգի ցանցի կառավարելի վիճակի։ Մենք կարող ենք արդեն բաշխել ջուրը այնպես կարող ենք բաշխել, որ 24-ժամյա գրաֆիկը եւ ապահովենք, բնակիչները կարողանան մշտական ջուր ունենան, եւ այդ ջրի քանակները ավելցուկային ջրերը կարող ենք ուղղորդել այլ համայնքների։ Ջրագծերի վերանորոգման աշխատանքներին հետևում է Հայգյուղշին նախագիծ ինստիտուտի տեխնիկական հսկողության պատասխանատուն Եղիշ Ալեքսանյանը, ասում է, աշխատանքները նախագծին համապատասխան են ընթանում։ Օգտագործված նյութերը բոլորը համապատասխանում են նորմաներին։ Խողովակները արմպլաստինն է, ջրաչափական հորերը տեղադրվում են պոլիմեր ավազային հորեր, աշխատանքները ընթանում են նորմալ հունով, կապելարում պարդաճանաչ կերպով կատարում է իր աշխատանքները։ Խրամուղիները փորվում են համապատասխան նախագծի խորությունը, սկզբում կատարվում է նախապատրաստական շերտ է տեղադրվում ավազի 10 սանտիմետր հաստությամբ, այնուհետև խողովակի պաշտպանիչ շերտը աշխատանքների ընդանուր տեմպերից ու որակից գոհ եմ։ Բայց այսքանով արդիկ խոշորացված համայնքում Veolia ջրի աշխատանքները չեն ավարտվում։ Ընկերությունը սեփական ուժերով Սարատակի հարակից Սարալանջ գյուղում եւս ջրագծեր է վերանորոգում։ Բնակավայրում ընկերությունն ունի մոտ 230 բաժանորդ, շուրջ 110-ը ջուր կստանա վերակառուցվող ջրագծից, այսինքն գյուղի մոտ 40%-ը։ Այս հատվածում ջրի կորուստը կազմում է վարկյանում 3-ից 4 լիտր։ Ջրատարը ինքը սնուցելու է եւ հարակից փողոցը, որի ջրի որակը կլավանա եւ ջրի քանակը, էլի։ Փոխարինումա 410 գծամետր խողովակ 75 մմ տրամագծով, սեփական ուժերով։ Այսպիսով տարիների ընթացքում կուտակված խնդիրները փուլ առ փուլ լուծում են ստանում։ Սարատակի ու Սարալանջի բնակիչները մոտ ապագայում կզգան իրականացվող աշխատանքների շոշափելի արդյունքները։ Գյուղերում իրականացվող ծրագրերը կարևոր ներդրում են համայնքների կայուն զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ պահպանման ու բնակիչների կյանքի որակի բարելավման գործում։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։